Մեթյու Հենրի, ամենօրյա ընթերցանություն, օր օգոստոսի 19։ Այսպես է ասում Տերը. անիծյալ լինի այն մարդը, որ մարդի է ապավինում և մարմինը իրան բազուկ շինում, և իր սրտովը խոտորում Տերից է։ Նա մոշենիի պես պիտի լինի անապատումը, և պիտի բարիքը եկած ժամանակը չտեսնե, և պիտի բնակվի անապատի այրված տեղերումը, աղի և անբնակ երկրումը։ Երեմիա 17:5-6 խոսքեր։ Նա, ով իր վստահությունը դնում է մարդու վրա, անապատում եղած թփի նման կլինի, մերկ ծառ, խղճուկ թուփ, անբերի հողի ծնունդ, անօգուտ և անարժեք։ Նրանք, ովքեր ապավինում են իրենց սեփական արդարությանը և ուժին և կարծում են, թե կարող են ապրել առանց Քրիստոսի և իրենց ապավենը մարդու վրա են դնում, նրանց հոգիները չեն կարող առաջադիմել ոչ շնորհքի, ոչ էլ հոգևոր մխիթարության մեջ։ Իսկ նրանք, ովքեր Աստծուն են դարձնում իրենց հույսը, կծաղկեն մշտադալար ծառի պես, որի տերևը երբեք չի թառամում։ Նրանք հաստատված կլինեն խաղաղության և մտքի բավարարվածության մեջ և նույնիսկ երաշտի տարում անհանգիստ չեն լինի։ Նրանք, ովքեր Աստծուն են դարձնում իրենց հույսը, նրա մեջ բավականություն ունեն, որպեսզի նրա միջոցով լրացնեն այս աշխարհի բոլոր մխիթարությունների պակասը։ Նրանք չեն դադարի պտուղ տալ սրբության և բարի գործերի մեջ։ Մարդու սիրտը իր ապականված և մեղավոր վիճակում ամեն ինչից առավել խաբեբա է։ Այն չարը բարուտեղ է դնում, իսկ բարին չարի, և խաղաղություն է հայտարարում նրանց, ում իրականում խաղաղություն չի պատկանում։ Այս պատճառով էլ սիրտը ծայրաստիճան ապականված է, այն մահաբեր է և անհուսալիորեն չար։ Իրավիճակն իսկապես ծանր է, երբ խիղճը, որը պետք է ուղղի մարդու մյուս կարողությունների սխալները, ինքն է մոլորության առաջնորդը։ Մենք չենք կարող լիովին ճանաչել մեր սեփական սիրտը և չգիտենք, թե փորձության պահին այն ինչպես կվարվի։ Ով կարող է հասկանալ իր իսկ սխալները։ Առավել ևս մենք չենք կարող ճանաչել ուրիշների սրտերը կամ լիովին ապավինել նրանց։ Այդ իսկ պատճառով էլ մարդիկ կարող են խաբվել, բայց Աստծուն հնարավոր չէ խաբել։